Մայրաքաղաքում եւ մարզերում պարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 17835 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 475 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 401 ոչ սթափ վարորդ, 600 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի, ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 159 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 833 հանցագործություն, այդ թվում 218 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 107, ֆիզիկական ներգործության 58, հոգեկան ներգործության 39, մարմնական վնասվածք պատճառելու 29, խարդախության 27, անձնական ունեցվածքի գողության 21, նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 27 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 36 հետախուզվող, 2 անհետ կորած, արձանագրվել է զենգզինամթերքը կամավոր հանձնելու 8 դեպք։ 7 օրում գրանցված 96 ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածք ստացել 136-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 519 դեպք, 246 արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 159, հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 67, կենցաղային կանչի 177 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Երևանի քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են 7 կիլոգրամից ավելի թմրամիջոց։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա մի տղամարդ պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ եւ այն իրացնել։ Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության, քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների անօրինական շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների եւ պարեկների հետ։ Օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 կիլոգրամից ավելի մարիխուանա։ Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում։ Հայտնաբերվեց 261 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ լոռազեպամ տեսակի հոգեմետ տեղահաբեր։ Նախաքննությունը շարունակվում է։ Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկով օրինազանց վարորդին։ Տելեգրամի լրատվական ալիքներից մեկում մի լուսանկար էր տեղ գտել, որում երևում էր, թե ինչպես է Տոյոտայի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում մեքենան վարում հանդիպակաց։ Երևանի պարեկները հայտնաբերել են մեքենան եւ տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ մեքենան գտնվում է հետախուզման մեջ։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները եւ Նոր-Նորքի համայնքային ոստիկանները շորթման դեպքեր են բացահայտել։ Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 2 երիտասարդ մեքենաներից գողանում են հաշվառման համարանիշներ ու հայլիներ եւ վերադարձնելու համար մեքենային փակցնում են Տելեգրամի հասցե։ Տեղեկությունն իրացվեց ոստիկանության գվարդիայի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ։ Նոյեմբերի 8-ի առավոտյան ժամը 5-ի սահմաններում Գյուլիքևխյան փողոցում երիտասարդները հայտնաբերվեցին գողոնը ձեռքներին։ Ավտոմեքենայի հաշվառման համարանիշներն ու կողային հայլիները նետելով նրանք դիմեցին փախուստի։ Աչափնեկ թաղամասի բնակիչ 23-ամյա երիտասարդի փախուստը կանխվեց եւ շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվեց նաեւ 30-ամյա երիտասարդ Գողության թիրախ դարձած Ford Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն փակցված էր տելեգրամյան հասցեով թերթիկ։ Ford-ի տիրոջից ընդունվեց հաղորդում, ըստ նրա պատճառվել էր մոտ 100,000 դրամի վնաս, եւ սա միակ դեպքը չէր։ Ըստ նախնական տվյալների, նրանք տելեգրամյան նույն հասցեով թերթիկ էին փակցրել նաեւ Հովհաննիսյան փողոցի բակերից մեկում կայանված Honda Mach-ի ավտոմեքենայի դիմապակուն։ Honda-ի տերը նույնպես տվեց հաղորդում, որ նույն գիշերը կողացել են մեքենայի կողային հայլիների ապակիները։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։